Ես մի քանի ամիս առաջ տարբեր հարթակներում հրապարակել եմ, որ 79 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել եւ արտաքսել են Մոսկվա ձեռնաշղթաներով եւ Այսինքն հրճակել եմ, հայտարարել եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ինձ դատի տա եւ դատարանում գնանք, ես ապացուցեմ, որ իրեն արտաքսել են։ Ավելին ասեմ ձեզ, 2005 թվականին նա ուզում էր գնար Գերմանիա, առաջնորդի կողմից Գերմանիայի հայոց հրավեր ուներ եւ փափագեց, որ հանդիպի օրվա Անգելա Մերկելին, չանսլերին, եւ երբ նամակ գրեցին, որ այս մարդը Կտրիչ Ներսիսյան ուզում է ձեզ հանդիպել, Անգելա Մերկելը չլսված բան է, մերժեց նրա հանդիպումը, նամակները կան թե Գերմանիայում, թե Էջմիածնում։ Եվ երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիչ Ներսիսյանը, տեղեկանքում Անգելան սա բացահայտեց հետաքննող գերմանացի լրագրող, եթե կարող է թող ինձ դատի տալ, գնանք դատարան, ես իմ փաստարկները բերեմ ինքը իր։ Անգելա Մերկելը առհամարանքով մերժում է ընդունել։ Ու տեսնում է, որ գործակալ է եղել եւ ջիգոլո Գերմանիա եղած տարիներին, իբրև ուսանող է եղել ձևակերպած հայ հոգևորական։ Անգելա Մերկելը պատասխանում է, որ քեզ կընդունի իմ խորհրդականի քարտուղարը եւ շենքը ցույց կտա այսքանը։ Գարեգինը վախենում է Կտրիչը եւ չեղարկում է իր այցելությունը։ Գերմանիայի հայոց թեմը աշխարհում այսքան թեմեր ունի հայ առաքելական եկեղեցին հայաստանյաց։ Միակ թեմն է, որ 25 տարի կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը Կտրիչը երբեք չի այցելել։ Գերմանիայի 100,000-ից ավել հոտ, բանավոր հոտ ունեցող Գերմանիայի հայոց թեմին երբեք չի այցելել։ Վախենում է, որ Գերմանիայի իրավապահները իր տրցակները, դոսիեները ջրիերես բերեն։ Եվ 2005-ի Անգելա Մերկելի այդ մերժումից հետո վախը մեծացել է եւ երբեք նորից Դուք ունեք այդ նամակները, այդ փաստերը ունեք։ Եթե ինձ դատի տա, ես կտանեմ դատարան։ Հիմա այն ինչ որ տեղի է ունենում, ըստ ձեզ ինչ է տեղի ունենում։ Ըստ ինձ տեղի է ունենում հետեւյալը, ռուսները այլևս խնդիր են դրել, Մոսկվան իր արչեւ խնդիր է դրել, որ մեր ինքնիշխանությունը պիտի վերացնի, մեզ պիտի գուբերնիա դարձնի, նրա Հեյդար Ալիևի երկու պարտկոմները Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այսօր պաշտոնի վրա չեն, չնայած նրա, որ անսահման փողեր ունեն, լծակներ, լրատվամիջոցներ, բայց չեն կարողանում հեղաշրջում անել եւ իրենց դրածոյին վերել իշխանության։ Նրանց վերջին հույսը մնացել է այս երագլուխ հրեշից Կտրիչ Ներսիսյանը, Քոչարյան, Սարգսյան եւ Կտրիչ Ներսիսյան։ Ես սրանց անվանում եմ երագլուխ հրեշ, ովքեր նստած են մեր երկրի վրա եւ չեն թողում, որպեսի մեր երկիրը զարգանա։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը արդեն երկու անգամ ռազմապետական հեղաշրջում են արել եւ հեղել մեր արյունը հոկտեմբեր 27-ին եւ մարտի 1-ին եւ Կտրիչ Ներսիսյանը օրհնել է եւ հայաստանցու թափված արյունով օծել է նրանց։ Հիմա վերջին հույսը Մոսկվայի Լուբյանկա 2-ի մնացել է իրենց հին երիտասարդ ժամանակներից հավաքագրված Կտրիչ Ներսիսյանը եւ նրանց հույսը նա է, բայց մի տարի է ցնցումներ չի կարողանում եւ հիմա Սամվել Կարապետյանին ուղարկեցին իբրև օժանդակ ուժ, որպեսի գա միավորվի եւ գործը գլուխ բերեն։ Դա որտեղից դուք գիտեք։ Դա ուղղակի ակնհայտ է։ Ռուբեն Վարդանյան 2 պրոյեկտն է։ Կարծում եք Սամվել Կարապետյանը, եթե լսեք նա ինչ է հասկանում քաղաքականությունից կամ աշխարհաքաղաքականությունից, հայերեն ոչ մի նախադասություն միջևերջ չի կարողանում վերջացնել մարդը, նրա ինչին է պետք, միլիոնատեր, միլիարդատեր ռուսներ կային, ռուսաստանցիներ, ովքեր Ուկրաինայի պատերազմից հետո լքեցին երկիրը, որպեսզի իրենց անցավ գլուխը ցավի տակ չդնեն, բայց Եվրոպայում հանկարծ ինքնասպան եղան մի քանի հոգիներ, վստահ եմ գիտեք, պատուհանից ընկան եւ այլն ընտանիքի անդամներ, ով նրանց չի լսում, այս բախտին է արժանանում եւ ուղղակի Կտրիչ Ներսիսյանին հրահանգված է հեղաշրջում անել
եւ 1 տարի առաջ նա սկսեց Իրանցից Բագրատ Գալստանյանին, Բագրատ Սրբազանին հանձնարարեց, իբրև նրան սառեցրեց այդ խայտարակ վիճակը եւ սկսեց ցնցումները երկրում։ Եթե դուք հետևեք վերջին 4 տարվա Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները Հայաստանի մասին եւ Սուրբ Էջմիածնի Գարեգինի գրասենյակի կտրիչի գրասենյակի հայտարարությունները, նրանք գրեթե նույնական են, նույնական։ Եթե Մարիա Զախարովան ես ուսումնասիրել եմ, հաճախ միայն թարգմանություն կա որոշ պարագրաֆների մեջ, երբ Մարիա Զախարովան Մոսկվա որևէ հայտարարություն է անում, սա մի կառույց է հորինել, որ իրենից առաջ ոչ մի կաթողիկոս չի արել այդպիսի բան, ասում է հայաստանյան առաջնորդներ եւ եպիսկոպոսներ։ Եղբայրը Մոսկվայի զանգում ասում է, որ սա պիտի հրապարակես եւ այլն ընդդեմ Փաշինյանի, ընդդեմ Երևանի քաղաքականության, եւ սա Գերագույն հոգեվոր խորհուրդ չի կարող ամեն պահ հրավիրել։ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների մի մասը արտասահմանում են Ամերիկա, Եվրոպա, Ասիա, եւ այդ նոր կառույցն է ստեղծել ձևական եւ այս տեղացիներին հավաքում է եւ պատրաստի նյութը ունի արդեն բարև եւ այլն ինչպես է բլա 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 եւ պատրաստի նյութը բերում է եւ այս ժողովի անունով թաքնվում այս տեղական հայաստանյան առաջնորդների եւ եպիսկոպոսների թիկունքում եւ հրապարակում այս տեքստը ինչ որ Մոսկվայից ուղարկում են իրեն նրա եղբայրը ուղակի պատանդառու է պատանդի կարգավիճակ ունի Մոսկվայում նրանք միլիոնավոր դոլարներ են աշխատում երկու եղբայրով եւ Մոսկվայում հնարավոր չէ լինել միլիոնատեր դոլարային Ինչպես են աշխատում այդ ամբողջ հսկա առաջնորդարանի կառույցը իրենց խանութներով, ծառայություններով, վարձակալության տալով եւ տաճարի եկեղեցու ներսում նրանք գանձանակի վրա տեսախցիկներ են դրել եւ քահանաները իրավունք չունեն 1 ռուբլի 1 սենտ վերցնել ծեսից ներսի ամբողջ ծեսերը գնում է անձամբ Եզրասին եւ Կտրիչին եւ այդ հսկա 1 միլիոնից ավել մարդ կա Մոսկվայում եւ այդ մեկ եկեղեցին եւ ամբողջ գնում է երկու եղբայրների գրպանը սրանք ուղակի Աստծո հետ մեր հայրերի Աստծո հետ մեր եկեղեցու հետ որևէ աղերս չունեն նրանք կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ նրանց կապը Սամվել Կարապետյանի հետ բավական վաղուց է Սամվել Կարապետյանին հիմա նրանք ներկայացնում են իբրև մեծ բարերար եւ այլն ճորոմ բարեր հայացքի մեծ բարերար օգտագործում նրա հասցեին բայց Սամվել Կարապետյանի նվիրատվությունը Մայրաթորին սա անսուրբ մի գործարք է եղել ուղակի հիմա ասեմ ինչու ես միջից գիտեմ ինչ է եղել վեհարանը վերանորոգելուց առաջ շատ կարճ ժամանակ առաջ Սամվել Կարապետյանը Մոսկվայում լրջագույն իր կյանքի լրջագույն խնդիրներն է ունենում հիմա նա Հայաստանի բանտում է նա շատ լավ վիճակում է համեմատած այդ օրերի հետ նրա վիճակը ահավոր էր նա կանգնած էր սննկացման առաջ եւ բանտարկության առաջ Ռուսաստանում նա իր բոլոր կապերը եւ դրամները օգտագործելով խաղի մեջ դնելով չի կարողանում ազատագրվել փրկվել այդ իրավապահների ռուս իրավապահների հետապնդումից իբրև վերջին տարբերակ գալիս է Էջմիածին կտրիչին համոզում է $5 միլիոն տալով եւ 6 Toyota մեքենա նոր Քոչարյանի սերվիզից նրան նվիրելով նրան տանում է Մոսկվա որպեսզի վերջինս ընկնի ռուսաց պատրիարքի Կիրիլի ոտքերը, Գունդզիաևի ոտքերը եւ խնդրի աղաչի, որ նաեւ մեծ գումարի դիմաց միջնորդի, որպեսզի իրավապահները դադարեցնեն հետապնդումը։ Այդպես էլ լինում է, Գարեգինը գնում է, նվաստացնում է Գրիգոր Լուսավորչի աթոռը, նա երբեք մեր գերիների համար, ովքեր հիմա բաքվում են, երբեք չի դիմել։ Ուզում եմ սա շեշտել ռուսաց պատրիարքին եւ որևէ մեկին որովհետև մեջը փող չկա, բայց Սամվել Կարապետյանին ազատելու համար գնում եւ ընկնում է Կիրիլի ոտքերը եւ Կիրիլը մեկ զանգով գործը մաքրում է Սամվել Կարապետյանի եւ այդ նույն ժամանակաշրջանում բաց տեղեկատվություն է կա համացանցում պատրիարքը ռուս պատրիարքը պարգևատրում է Սամվել Կարապետյանին, նաեւ Կտրիչ Ներսիսյանն է պարգևատրում
եւ վերադառնալով այդ 5 միլիոնով Գարեգինը չի բավարարվում, եւս 30 միլիոն է պոկում այդ նեղության մեջ գտնվող հայկական ծագումով ռուս օլիգարխից։ Այսօր ավելի քան արդիական է հնչում այն հարցը, թե ինչ պետք է արվեր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, որ ցավոք չարվեց։ Մանրամասն պետք է հետաքննվի, թե որտեղ էր այդ օրերին Հայաստանի Հանրապետության ԱԱԾ պետը, ինչ ինֆորմացիա եւ հետախուզական տվյալներ ունեին դեպքին նախորդող օրերին, ովքեր էին ազգային ժողովի անվտանգության պատասխանատու ԱԱԾ հատուկ աշխատակիցները եւ ինչով էին զբաղված այդ պահին։ Հատ առ հատ պետք է քննվի եւ բացահայտվի ոչռագործության շղթան։ Իսկ այն զավեշտալի պնդումները, թե իբր սա ուղակի ռոմանտիկների մի խումբ էր, իսկ Ուչաստկովին էլ կարող էր բացահայտել կատարվածը, թող մնան պատմության անհեթեթությունների բաժնում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն այսօր ունի բացառիկ անկախություն օտար կառույցներից, ունի ներուժ, ունի բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները գործը բացահայտելու համար։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, կեցցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ օտար հատուկ ծառայությունների գերի էին պատասխան ընտալու, առաջն Աստված, գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ քննարկել ենք որոշ հոգևորականների պահվածքը, նրանց ներգրավվածությունը ահաբեկչության եւ իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձին։ Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, պիտի ասեմ, որ քննչականի հրապարակած նյութերին ծանոթանալը բավարար է կարծիք գաղափար կազմելու համար, որ պատրաստվում էր տերորիստական ակտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Փառք ու պատիվ մեր ուժայիններին, որ այդ ահասարսուր ողբերգությունը տերորիստական ակտը կանխել են։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանում արդեն 2 ռազմական արյունոտ հեղաշրջում են արել՝ հոկտեմբերի 27 եւ մարտի 1։ Նրանք եղել են մեր հայաստանցիներիս արյունը եւ Կտրիչ Ներսիսյանը մեր հայաստանցիներիս արյունով օծել է Հեյդար Ալիևի 2 պարտկոմներին եւ 20 տարի այդ կրիմինալ դիկտատուրայի ժամանակ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնել են Ռուսաստանին։ Մեր ունեցած-չունեցած ամեն ինչը հանձնել են եւ խթանել Հայաստանում արտագաղթը։ Եվ հիմա եկել է մի իրավիճակ, երբ այս եռագլուխ հրեշից աթոռի պաշտոնի վրա է միայն Կտրիչ Ներսիսյանը, ասաց Հայր Խորենը։ Նրա խոսքով Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Կրեմլի աչքում արդեն ապիկարներ են, չեն կարողանում Հայաստանն ամբողջությամբ հանձնել, փռել իրենց ոտքերի տակ, եւ նրանք իրենց ամբողջ ուշադրությունը դարձրել են դեպի Գարեգին Կտրիչ Ներսիսյանը։ Հայր Խորենը նշեց, որ այսօր պատրաստվում էին 3-րդ անգամ արյունահեղություն անել, հեղաշրջում անել եւ մեր հայաստանցիներիս արյունը հեղել եւ մեր երկիրը հերթական անգամ փռել ռուսների ոտքերի տակ։ Նյութի աղբյուր civic.am։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով հայ առաքելական եկեղեցին ակնհայտ մտել է քաղաքական դաշտ եւ որպես քաղաքական գործոն որոշակի դրսեւորումներ է ցուցաբերում տարբեր տեսակի հայտարարությունների եւ մոտեցումների ձևով։ Իսկ 2-3 սրբազան ակնհայտ քաղաքական խոսույթ են վարում։ Կրկնակից ցավալի է նաեւ այն, որ հայ առաքելական եկեղեցին սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրի շահը։ Այդ շահը Հյուսիսից է եւ հայ առաքելական եկեղեցին կրկնում է Հյուսիսի մեր ողերին բարեկամների խոսույթը։ Civic.am-ի հետ զրույցում ասաց նա. Մեր զրուցակցի խոսքով վաղուց ժամանակն է, որ հայ առաքելական եկեղեցին վերադառնա իր արմատներին, ծառայի Աստծուն եւ հայ ժողովրդին։ Այն մոտեցումները, որ ներկայացնում է Բագրատ Սրբազանը, ոչ միայն հոգեվոր չեն, այլև բնորոշ են բոլոր սահմաններն անցած տերորիստներին։ Դրանք մազոխիստական են եւ նման մոտեցում ունեցող մարդիկ ստացիոնար հոգեբույժի մոտ բուժման կարիք ունեն։ 2 տարուց ավելի զգուշացնում եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է հրաժարվի քաղաքական գործընթացներին մասնակցելուց։ Ցավոք սրտի չլսեցին եւ դրա հետևանքը դարձավ այն, որ այսօր ԱԱԾ-ն Էջմիածնի վեհարանում փորձում է arczepiskoposi բերման ենթարկել, որն իր հայտարարություններով Հայաստանում հեղաշրջման խնդիր է բարձրացնում։ Արամ Սարգսյանի դիտարկմամբ Փիլոնով եւ Խաչով Միքայել Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի տեխնացու։ Կարծում եմ պարոն Մարուքյանը, որպես իրավաբան, դա շատ լավ գիտի եւ դա ասում է իր մեծահոգությունը ցույց տալու համար։ Եկեղեցին դա կգնահատի, ընդգծեց նա, խոսելով Միքայել Սրբազանին վարչապետի տեխնացու առաջադրելու եւ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ Մարուքյանի հայտարարության մասին։ Նրա դիտարկմամբ իրավապահների բացահայտումը փրկեց Հայաստանի Հանրապետությունը նոր հոկտեմբերի 27-ից։ Պատիվ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի եւ ՆԳՆ-ի բազմաթիվ աշխատակիցների մենք կարողացանք շրջանցել այս ամենը, եզրափակեց նա։ Նյութի աղբյուր civic.am։
Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին։ Սա երկրի համար կլիներ 2 հոկտեմբերի 27, Ստիոպա Սաֆարյան։ Հայաստանի Հանրապետությունում շատ փորձագետներ վերջին ամիսներին խոսել են ահաբեկչության եղանակով իշխանության զավթում կազմակերպելու մասին։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ այսպես կոչված մաքուր քաղաքական պայքարի մեթոդները սպառվում են եւ մնում է մեկ բան՝ գլխատել պետությունը։ Դրանով անցել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Որոշ ժամանակ առաջ Դաշնակցության ներկայացուցիչը կրկին վերաթարմացրեց հոկտեմբերի 27-ի թեման, փորձելով այն ներկայացնել որպես ժողովրդական պորտկում։ Հասկանալի է, որ ինչ-որ նախապատրաստություններ էին գնում եւ փորձ էր արվում հանրային դաշտում դրա պահանջմունքը ձևավորել։ Զարկերակ.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության հեղաշրջման պլանին, ասաց քաղաքագետ Ստիոպա Սաֆարյանը։ Սաֆարյանի խոսքով հրապարակված պլանը ցույց էր տալիս, որ ինչ-որ ուժեր այն աստիճան են շտապում, որ որոշել են ամառը հատկացնել իշխանափոխությանը։ Սա մի բան է, որ երբևիցե տեղի չի ունեցել։ Նախկին 5 տարիներին ընդդիմությունը մշտապես ամռանն արձակուրդ է մեկնել։ Հետևաբար սա նշանակում է, որ լուրջ պրոցեսներ եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Շատերը փորձեցին անլրջացնել այս ծրագիրը, բայց դա անլուրջ չէր։ Մասնագիտական առումով այն ամենևին անհեթեթ եւ պրիմիտիվ չէր։ Այն բավականին խելացի էր կազմված եւ տեսանելիորեն թարգմանված էր այլ լեզվից, որովհետեւ շարադասությունը, նախադասությունների կառուցվածքը ցույց էին տալիս, որ այն թարգմանություն էր, եւ նաեւ դրա 7 փուլերի տրամաբանական փոխշահկապվածությունը բավականին հիմնավորված էր։ Երբ որևէ մեկը փորձում է խուսափել ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց, կամ ինչ-որ հարցի ուղիղ պատասխան չի ուզում տալ, կամ անլրջացնում է, կամ հեգնում է այն։ Հիմա նկատելի է, որ երեկվանից շատերը փորձեցին գնալ այդ տեխնոլոգիայի ճանապարհով։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առնվազն Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ քաղաքացիների մասնակցությամբ սնուցում է այս շարժումը, շահառուներից մեկն է, եթե ոչ կազմակերպիչը։ Անդրադառնալով այսօր ՔԿ-ի կողմից հրապարակված սրբազան պայքարի ղեկավարների եւ մասնակիցների ձայնագրություններին, Սաֆարյանն ընդգծեց. այսօր ՔԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները եւ գործողությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ այդ ծրագրին եղել է նաեւ ռազմական բաղադրիչ, որ շոկ կստեղծեր հանրապետությունում, վճարված խմբերով, գնդակահարություններով, քաոսով անկայունություն ստեղծել երկրի ներսում, որի ֆոնին ի հայտ կգար քաղաքական պրոցեսը եւ այն կտաներ դեպի իր տրամաբանական հանգուցալուծում։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, որը երկրի համար հոկտեմբերի 27-ի նշանակություն պիտի ունենար։ Դա պետության գլխատումն էր եւ իշխանության զավթումը։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք հրեշավոր հանցագործության հետ, որը նախապատրաստության ընթացքի մեջ է եղել։ Քաղաքագետը նշեց, որ հրապարակված ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին։ Ուզում եմ մեկ այլ բանի ուշադրություն դարձնել։ Երբ Սամվել Կարապետյանը հարցազրույց տվեց եւ ասաց. «Եթե քաղաքական գործիչները ձախող են, ապա մենք մեր ձևերով կմասնակցենք»։ Եղել է քաղաքական պլան մինչև սեպտեմբերի վերջը ընդգրկումով։ Ակնհայտորեն երևում է, որ ոմանք չեն հավատացել քաղաքական բաղադրիչին եւ մենք արդեն հասկանում ենք, ինչ է նշանակում Սամվել Կարապետյանի խոսքերը։ Սա պետք է խստագույն դատապարտվի հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ինստիտուտների կողմից։ Հայաստանն այլևս չի կարող թույլ տալ գլխատել պետությունը եւս մեկ անգամ։ Այս ամենում ամենասոսկալին այն է, որ եկեղեցականները եկեղեցին ուղակի մտցրել են անդունդը, եկեղեցին գահավիժում է այն պատճառով, որ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում կաթողիկոսը, ուղակի կամ անուղակի օրհնել են այս ամենը եւ այժմ պետք է փրկել եկեղեցին, թույլ չտալով, որ այդ մարդիկ իրենց հետ խորտակեն նաեւ այդ բազմադարյա ինստիտուտը։ Խոսելով նաեւ այս ամենից հետո այն մարդկանց դիրքորոշման մասին, ովքեր աջակցում են սրբազան շարժմանը, Ստիոպա Սաֆարյանն ասաց. «Տեսնում եմ, որ կա մի հստակ խավ, բարեբախտաբար ոչ մեծաթիվ, ակտիվ, ագրեսիվ, փողատեր, որոնց դարձի գալու վրա ես առանձնապես մեծ հույսեր չունեմ։ Այդ մարդիկ ուղակի իշխանության վերադառնալու, իշխանությունից օգտվելու, իրենց ամբողջ պատասխանատվությունն այս իշխանությունների վրա բարթելու եւ նրանց ճանապարհելու մոլուցք ունեն։ Նրանք ուղակի թքած ունեն, որ դա պետության դեմ է։ Նրանց համար միևնույնն է։ Ես լավատեսություն չունեմ, որ նրանց աչքերը կբացվի։ Գիտակից մարդն ավելի շուտ է տեսնում, որ այդ ամեն ինչը շատ վտանգավոր է, հակապետական է։ Դա այնքան տեսանելի է, որ տեսնողը, եթե ուզում է տեսնել, կտեսնի։ Իսկ այն մարդիկ, ովքեր կուրորեն հետևել են, նրանց համոզել են, որ այդ ամենն Արցախը հետ բերելու, եկեղեցին փրկելու համար է։ Նրանք անշուշտ կվերանայեն իրենց վարքագիծը։ Նյութի աղբյուր Զարկերակ.am